Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի 1168-րդ օրն է։ Մեկ օրվա ընթացքում ռազմաճակատում 10 ուղղություններով տեղի ունեցել 200 զինված բախում, պաշտպանության ուժերի ավիացիան, հրթիռային ուժերը եւ հրետանին հարվածներ են հասցրել ռուս օկուպանտների անձնակազմի, զենքի եւ զինամթերքի 24 շրջանների։ Կուրսկի ուղղությամբ վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի պաշտպանության ուժերը ետ են մղել ռուսական 18 հարձակում եւ ինչպես երեկ ասում էի, առաջ խաղացում ունեն Ծյոտկինոյի ուղղությամբ։ Երեկվա Կուրսկի մարզի լուրերը կրկին մեծապես հիստերիայի մեջ գցեցին պուտինիստներին, այնտեղ ուկրաինական ավիացիան իմջայլոց հաջողությամբ խոցել է Կուրսկի մարզի Ծյոտկինո գյուղի տարածքում գտնվող թշնամու դրոնների կառավարման կետը։ Հավելացնեմ, որ ավելի մանրամասն ռազմական գործողությունների մասին կադրերը կարող եք դիտել մեր Telegram-յան ալիքում, քանի որ այստեղ ամեն ինչ չէ, որ կարող ենք ցուցադրել։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր լայքերի, մեկնաբանությունների եւ մեր եթերները տարածելու համար։ Եկեք այսօր նույնպես թշնամուն ցույց տանք, որ միասին կարող ենք տարածել ճշմարտությունը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ վարած դաժան պատերազմի մասին։ Խնդրում եմ այսօր նույնպես չմոռանալ ակտիվորեն լայքել մեր եթերը։ Իդեպ Ուկրաինայի Սումիի մարզի սահմանամերձ բնակավայրերի տեղական իշխանությունները տարհանում են հայտարարել երկու բնակավայրերի մեր ուկրաինական բնակիչներին, որովհետև երբ ռուսները պարտվում են, նրանք միշտ փորձում են բարկությունը թափել քաղաքացիական բնակչության վրա, իսկ քանի որ ինչպես երեք արդեն ասել եմ Կուրսկի ուղղությամբ, մասնավորապես Ծյոտկինոյի ուղղությամբ ուկրաինական ուժերը գործողություններ են կազմակերպել, ռուսները այստեղ կարող են նաև քաղաքացիականներին թիրախավորել։ Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական բանակը Ուկրաինայի հետ պատերազմի ռազմաճակատում կորցրել է 1430 զինվոր եւ ավելի քան 300 միավոր տեխնիկա, ավելի ճշգրիտ 321։ Ուկրաինայի գլխավոր շտաբը գնահատել է Ռուսաստանի ընդհանուր կորուստների թիվը մեր երկրի դեմ լայնածավալ ագրեսիա սկսելուց ի վեր, այսօրվա դրությամբ թիվը կազմել է 959500 զավթիչ։ Երեքշաբթի գիշերը ռուս ագրեսորները Ուկրաինայի վրա 136 հարձակողական դրոններ են արձակել։ Մեր եթերի նախապատրաստման պահին հաստատվել է, որ խոցվել է հակառակորդի 124 դրոն։ Ցավոք սրտի թշնամու հարձակման հետևանքով տարբեր աստիճանի տուժել են Խարկովի, Օդեսայի եւ Դնեպրոպետրովսկի մարզերը, կան նաեւ մահացածներ եւ վիրավորներ։ Ռուսական քարոզչությունը լրջորեն ձեռնամուխ է եղել իր բնակչությունը ապատեղեկացնելու գործին։ Նրանք հատկապես սա կարևորում են իրենց պարտությունների ֆոնին։ Նրանք բառացիորեն ստում են մարդկանց աչքերին նայելով, օրինակ երեք նրանք ցույց էին տալիս իրենց շահեդ դրոնների ոչնչացումը Օդեսայում եւ ասում էին, որ իրենք իբր խոցում են Ուկրաինայի ռազմական թիրախները։ Սեփական տուն էին խոցել եւ մարդ էր զոհվել։ Կադրերում հստակ երևում էր, որ ռուսական դրոնները ոչնչացում են ուկրաինական հոպի կողմից, սակայն թղթի վրա ռուսները իրենց հաղթող են ներկայացնում, նույնիսկ երբ որ թիրախավորում են քաղաքացիական բնակիչների սեփական տները։ Հետաքրքիր է, որ նրանք ամեն օր ասում են, որ իբր մեզ հաղթում են, բայց մենք չենք պարտվում, չենք հաղթվում, իսկ ռուս պրոպագանդիստները չեն հոգնել ստել իրենց բնակչությանը եւ ուրիշներին։ Իմջիայլոց Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն է անդրադարձել ռուսական կորուստների թեմային։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով 25 թվականի ապրիլին ռուսական բանակը օրական կորցրել է 1170 սպանված եւ վիրավոր։ Մեկ ամսվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել կամ շարքից հանել են թշնամու ավելի քան 1500 հրետանային համակարգ, ավելի քան 200 տանկ եւ գրեթե 500 միավոր զրահատեխնիկա։ Եթե նման կորուստները շարունակվում են մինչև 25 թվականի վերջը, ապա դա կլինի Ռուսաստանի համար մարդկային կորուստների առումով պատերազմի ամենաթանկ տարին։ Եզրափակում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։ Այո, այդպիսին էր այս տարվա ապրիլը։ Ուկրաինան իր հերթին ավելացնում է հարձակումները ռուսական ռազմական օբյեկտների վրա, օկուպացված տարածքներում եւ սահմանամերձ գոտիներում, որը չի կարող չազդել Կրեմլի ռազմական մարտավարության եւ քաղաքական որոշումների վրա։ Անցած գիշեր Ռուսաստանում ուկրաինական դրոնների հարձակումը դադարեցրել է 13 ռուսական օդանավակայանների գործունեությունը։ Մոսկվայի Վնուկովը, Դամադեդովը, Ժուկովսկի եւ Շերեմետևո օդանավակայանները դադարեցրել են ինքնաթիռների ընդունումն ու բաց թողումը, միաժամանակ սահմանափակվող միջոցառումներ են մտցվել Կալուգայի, Վոլգոգրադի եւ Սարատովի օդանավակայաններում, Սամարայի, Իվանովայի, Նիժնի
Նովգորոդի, Յարոսլավլի, Կազանի եւ Նիժնեկամսկի օդանավակայանները նույնպես դադարեցրել են իրենց գործունեությունը։ Կուրսկի մարզի Ռիլսկ քաղաքում բարի դրոնների հարվածներից հետո էլեկտրականությունն է անջատվել։ Մեր Telegram-յան ալիքում կան բազմաթիվ կադրեր բարի դրոնների գիշերային արշավից։ Ուկրաինական կողմը դեռևս որևէ մանրամասներ չի տրամադրել գիշերային հարվածի վերաբերյալ, բայց հենց որ տեղեկություններ ունենանք, տեղադրենք մեր Telegram-յան ալիքում։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը կայունացրել են իրավիճակը Դոնեցկի մարզի Պոկրովսկի ուղղությամբ, այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։ Մեջբերեմ Պոկրովսկի ուղղությունը ռուս-ուկրաինական պատերազմի ռազմաճակատի ամենադժվար հատվածներից մեկն է, ասել է Սիրսկին։ Նրա խոսքով Ուկրաինայի պաշտպանության ուժերը կարողացել են կայունացնել իրավիճակը Դոնեցկի մարզի օպերատիվ գոտում եւ որոշ տեղերում ստանձնել մարտավարական նախաձեռնությունը։ Մեծ հրճվանքով ասեմ, որ որդիս մասնակցեց այս գործողություններին եւ մի քանի օրվա արձակուրդ ստացավ իր լավ աշխատանքի համար։ Նրանք, ովքեր պատերազմի ժամանակ որդիներ են ունեցել ռազմաճակատում, կհասկանան իմ զգացմունքները։ Մեր լսարանը գիտի, որ որդիս պատերազմը սկսելու 3-րդ օրվանից միշտ ամենաթեժ կետերում է, պայքարում է ռուս զավթիչների դեմ։ Անցնենք հաջորդ թեմային։ Ռուսաստանը թաքցնում է իր երբեմնի ահռելի ուժը Ուկրաինայից եւ իր ռազմավարական ռմբակոծիչները տեղափոխում է Ուկրաինայից 4500 կիլոմետր հեռավորության վրա։ Լայնածավալ պատերազմի 4-րդ տարում Ռուսաստանը ստիպված է թաքցնել իր ռազմավարական ռմբակոծիչները Ուկրաինայից, ավելի ճիշտ Ուկրաինայի հարվածներից։ Ինքնաթիռները տեղափոխվել են Բելեյա ավիաբազա, որը գտնվում է Ուկրաինայի սահմանից 4500 կիլոմետր հեռավորության վրա։ Այս մասին հայտնում են OSINT փորձագետները օդանավակայանի արբանյակային պատկերները ուսումնասիրելուց հետո։ Ղրիմում շքերթը չեղարկվել է, երևի թե հերթը Մոսկվայինն է։ Թվում է, թե ուկրաինական փաստարկները կամաց-կամաց հասնում են Ռուսաստանի իշխանություններին, զինված փաստարկները։ Զավթված Սևաստոպոլում չեղարկվել է հաղթանակի օրվան նվիրված զինվորական շքերթը, անվտանգության նկատառումներից ելնելով։ Ուկրաինական դրոնների վերջին հարձակման ֆոնին Սևաստոպոլում շքերթ չի անցկացվում 23 թվականից, անցյալ տարի նույնպես շքերթներ չեն կայացել ոչ միայն զավթված Ղրիմում, այլ նաև Ռուսաստանի Դաշնության այն սահմանամերձ շրջաններում, որոնք նախկինում հարվածների էին ենթարկվել։ Այդ իրադարձությունների ֆոնին Մոսկվայում, որտեղ առայժմ շքերթը չի չեղարկվել, գրանցվել են ինտերնետի սահմանափակումներ իբր միջոցառումների անվտանգության ապահովման համար։ 3 ուկրաինական դրոնները նորից Մոսկվայի օդում էին։ Հետաքրքիր է ինչպես կարձագանքի ռուսական ղեկավարությունը մինչ մայիսի 9-ը հաշված օրեր են մնացել, Պուտինյան ռեժիմը հանուն պաթոսի կգնա արդյոք չարդարացված ռիսկի, պարզ կլինի շատ շուտով։ Ռուսաստանը ճաքեր է տալիս Կովկասում, Դաղստանը կրկին անհանգիստ օրեր է ապրում, Դաղստանում տեղի ունեցել հերթական ժողովրդական վրեժը, ժողովրդական ինքնապաշտպանության անդամները զինված հարձակում են իրականացրել ոստիկանների վրա, որոնք բռնություն էին գործադրել խաղաղ բնակիչների նկատմամբ։ Մախաչկալայում, Դաղստանի մայրաքաղաքում զինված միջադեպ է գրանցվել, ըստ հաղորդումների ոստիկանները վայրագ ձևով էին վարվել տեղացիների հետ, հարվածելով նրանց գլխին ոտքերով։ Սա առաջացրել է բնական հակազդեցություն, ապստամբներից մեկը զինված լինելով ավտոմատ զենքով կրակ է բացել իրավապահների ուղղությամբ, նախնական տվյալներով զոհվել են ոստիկանության 3 աշխատակից, ովքեր խախտել էին իրենց լիազորությունները։ Սա Դաղստանում զինված դիմադրության առաջին դեպքը չէ եւ ամենայն հավանականությամբ ոչ էլ վերջինը։ Տեղական իշխանությունները հաստատում են փոխհրաձգության փաստը, նշելով, որ զոհվել են 3 ոստիկաններ, ըստ պաշտոնական վարկածի հարձակվողները 2-ն են եղել եւ իբր արդեն չեզոքացվել են։ Բազմաթիվ փորձագետներ վաղուց էին կանխատեսում, որ Ռուսաստանի հնարավոր փլուզումը կարող է սկսվել հենց Կովկասից, թեև անհայտ էր որ հանրապետությունից։ Ներքին լարվածություն կա նաև Չեչնիայում, Ռամզան Կադիրովը ծանր հիվանդ է, հիվանդությունը առաջ է ընթանում եւ նա հաճախ կառավարում է հանրապետությունը իր ընտանիքին պատկանող մասնավոր կլինիկայից։ Կառավարման մեխանիզմներն այժմ տեղափոխվում են չհրապարակված փակ ձևաչափի, սակայն ըստ որոշ ռուսական աղբյուրների Պուտինը կարող է չընդունել Կադիրովի նախաձեռնած իշխանության փոխանցման գործընթացը, սա կարող է լրջորեն սրել իրավիճակը ոչ միայն Չեչնիայում, այլև ամբողջ Կովկասում։ Ակնհայտ է, վաղ թե ուշ Կովկասը կասի իր խոսքը, իսկ մենք շարունակում ենք հետևել զարգացումներին։ Թրամփը մտադիր է օգտվել Էրդողանի ծառայություններից Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցում։ Դե գիտեք, նա միշտ
տարբերվում է իր տարօրինակ որոշումներով, մինչդեռ Ամերիկայում նախատեսվում է Վրաստանի նկատմամբ բարեկամական օրենքի ընդունելը, այսպես կոչված բարեկամական իհարկե, օրինագիծը պատժամիջոցներ եւ վիզայի սահմանափակումներ կսահմանի վրաց բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ եւ կներառի Ամերիկա-Վրաստան հարաբերությունների ամբողջական վերանայում, ներառյալ Ամերիկայի բոլոր օգնության ծրագրերը, նախատեսվում է աջակցել քաղաքացիական հասարակությանը, որը պաշտպանում է վրաց ժողովրդին եւ Վրաստանի սահմանադրությանը վրացական երազանքի կառավարության կողմից իշխանության չարաշահումից։ Ավելի վաղ վրացական երազանքի ներկայացուցիչները այս օրինագիծը անվանել էին թշնամական, դե պարզ է ինչը իրենց դեմ է, նրանք փորձում են ներկայացնել իբր Վրաստանի դեմ։ Շատ չձգձգեմ մեր եթերը, տեղեկատվական դաշտը նորից շատ հագեցած է, Հայաստանի խորհրդարանում նիստերը վերսկսվել են, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ շուտով կտեսնվենք։